Բարև ձեզ։ Մենք այստեղ գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում ենք քաղաքականության մասին, ներքին եւ արտաքին։ Քաղաքական իրավիճակներ, խնդիրներ, որոշումներ, լուծումներ, բայց այս ամենը ի վերջո գալիս հանգում է մեկ պարզ հարցի, որն է գինը եւ ով է վճարում այդ գինը։ Ի սկզբանե ասեմ, որ այսօր խոսելու ենք ոչ թե քաղաքական գնի մասին, այլ ուղիղ իմաստով ֆինանսական։ Հայաստանի պետական բյուջեն թվերի համադրություն չէ միայն եւ ընդամենը։ Թվերի հավաքատեղի չէ, եթե կարելի ասել միայն եւ ընդամենը սա իշխանությունների պատասխանատվության արժեքների առաջնահերթությունների քարտեզն է եւ այն պահին, երբ քաղաքացին նայում է այդ քարտեզին եւ չի տեսնում իր կյանքի որակը բարելավող միտումները եւ արդյունքները, այդտեղ սկսվում են հարցերը, կասկածները, քննադատությունները, դժգոհությունները։ Այսօր շահազատություն փորձելու ենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի ֆինանսական համակարգը, որն է ֆինանսների նախարարության առաքելությունը, նպատակները, ինչ հաջողություններ ունի, ինչ բացթողումներ, թերացումներ ունի եւ ամենակարևորը ինչպես են ծախսվում պետական միջոցները, դրանք ավելի շատ եւ ավելի շուտ ուղղվում են պետական, սոցիալական, տնտեսական խնդիրների լուծմանը, թե համակարգի ինքնապահպանմանը։ Սա ազատ զրույցն է Free-News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է, բարև ձեզ, պարոն նախարար։ Դուք առաջին անգամն եք մեր տաղավարում, ուրախ եմ ձեզ հյուրընկալել։ Ես էլ եմ շատ ուրախ։ Նաև գիտեմ, որ հասցրել եք քննարկել 2025 թվականի գործունեության արդյունքները վարչապետի ներկայությամբ մասնակցությամբ Գոհեր վարչապետը անցած տարվա արդյունքներից։ Կարծում եմ, որ կառուցողական լավ քննարկում ունեցանք, առիթ ունեցանք ներկայացնելու այն առաջնահերթությունների հետ կապված առաջընթացը, որը ֆիքսել էինք անցած տարի, որոշ խնդիրներ, որոնք կապված էին թվայնացման հարցերի հետ կապված մի փոքր ձգձգվել են, բայց հիմնական ցուցանիշների հետ կապված կարծում եմ ունենք շատ խոստումնալից եւ լավ արդյունքներ։ Ես նայել եմ նաև ձեր հաղորդագրությունը նախարարության առաջնահերթությունների մասով եւ թվայնացման գործընթաց եւ ֆիսկալ կայունության ապահովում, էլի մի քանի առաջնահերթություններ կային, այս պահին բոլորը չեմ հիշի։ Հիմա առաջարկում եմ այս ամենի մասին խոսել մի փոքր ավելի հանրամատչելի լեզվով, նաև այն խնդիրների, որոնց կարծում եմ, որ հասարակությանը հուզում են, մարդկանց այդ շփումների ժամանակ այդ հարցերը անդադ բարձրացնում են, բայց սկսենք մի փոքր խորքից, ձեր նախարարության առաքելությունը որն է, նպատակը որն է։ Ձեր նախարարությունը ավելի շատ, այսպես եթե կարելի ասել, տեխնոկրատական կառույց է, թե քաղաքական դերակատար։ Երևի վերջից եթե սկսեմ, այս երկուսը իրար հետ համադրված է անխուսափելիորեն։ Կարծում եմ, որ ֆինանսների նախարարությունը պետք է ունենա տեխնոկրատ մեծ ներուժ, այսինքն մասնագիտական շատ մեծ ներուժ, իհարկե պետք է իր ուշադրության կենտրոնում պահի ֆիսկալ քաղաքականության հարցերը, բայց նաև որպես կառավարության անդամ եւ քաղաքական պատասխանատվություն կրող նաեւ ուրեմն կառույց կարծում եմ, որ քաղաքական առաջնահերթությունները խիստ կարեւոր են եւ մենք պետք է այս առումով մասնագիտական տեսանկյունից առաջարկենք լուծումներ, թե ինչպես կարող են քաղաքական առաջնահերթությունները կյանքի կոչվել։ Եթե չառաջարկեք ձեր նախարարության գործունեությունը գալիս քաղաքական հետևանքներ կամ արդյունքներ էլ է ունենում։ Այո, եւ այդ իմաստով մեր առաքելությունը սահմանել ենք որպես մի կառույց, որը նորարարական ֆինանսական համակարգեր ստեղծելով պետք է սպասարկի Հայաստանի բեկումնային զարգացման օրակարգը, որովհետեւ մենք տեսնում ենք եւ հավատում ենք եւ մեր առաջիկա զարգացումը տեսնում ենք այդ բեկումնային զարգացման մեջ մենք մեծ պոտենցիալ ունենք այդ զարգացումը ունենալու։ Եվ հաղորդագրության մեջ եւ ձեր խոսքում նկատեցի, որ այդ ֆիսկալ կայունության գործոնը կա որպես առաջնահերթություն, դա է ավելի առաջնահերթ թե պետության սոցիալական տնտեսական այդ ծրագրերի սպասարկումը։ Սրանք ինչ որտեղ հատվում են, հակասում են, թե շարունակում են մեկը մյուսին։ Ինչ որ առումով կարող են հակասել, կախված թե ինչ
ճանապարհ մենք կընտրենք, բայց իմ խորին համոզմունքը եւ գիտությունն է դրա մասին խոսում, որ ֆիսկալ կայունությունը ինքը միջավայր է ստեղծում, որտեղ մենք կարող ենք բոլոր խնդիրները լուծել։ Եթե չկա ֆիսկալ կայունություն, ապա մենք կարող ենք շատ ավելի մեծ խնդիրներ եւ հետեւաբար ավելի մեծ ծախսեր ունենալ առանցին խնդիրներ լուծելու համար եւ ես ուրախ եմ, որ մենք կարողացել ենք այս տուրբուլենտ ժամանակաշրջանում միջավայրում պահպանել այդ կայունությունը եւ ինչպես տեսնում ենք նաեւ ստեղծել միջավայր, որտեղ մենք կարող ենք բավականին տպավորիչ ուրեմն աճեր ունենալ։ Սոցիալական խնդիրների լուծումը պատասխանատվություն ունի նախարարությունը այս հարցում, թե միայն դա սոցիալական ապահովության նախարարության պատասխանատվության տիրույթում է, ասենք։ Որպես հարկային քաղաքականություն իրականացնող մարմին, մենք նաև պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնենք, որը արդար կլինի։ Այս առումով կարծում եմ, որ մենք այստեղ դերակատարություն ունենք, բացի նրանից, որ մենք բյուջետային գործընթացների շրջանակներում քննարկում ենք բոլոր նախարարությունների ստեյության ծախսային քաղաքականությունները, այս առումով կարծում եմ այո մենք անելիք ունենք եւ մեր նպատակն է նաեւ այնպիսի հարկային համակարգ ստեղծել, որը մի կողմից արդարության զգացում կունենան մեր քաղաքացիները, տնտեսվարողները, մյուս կողմից միջավայր կստեղծի զարգացման համար։ Հիմա այդ ձեր ընկալմամբ այդ արդարության զգացումը կա, այսինքն հարկային բեռը արդարաբար է բաժանված սուբյեկտների միջև։ Ինչու եմ այս հարցնում, որովհետև հատկապես ֆեշին շրջանում ես լսում եմ դժգոհություններ հատկապես փոքր ու միջին բիզնեսից այն մասին, որ այս հարկային փոփոխությունները ոչ թե խթանող են, նպաստող են զարգացմանը, այլ ճնշող են։ Տեսեք, ընդհանուր առմամբ կարծում եմ արդարության անվերջ պետք է ձգտել։ Մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կան եկամուտների բաշխման կամ հարկերի վճարման հետ կապված, այսինքն այդտեղ անելիքներ կան բնականաբար եւ դա շարունակական է լինելու, բայց ես կարծում եմ, որ վերջին փոփոխությունները ընդհակառակ արդարությունը վերականգնելու նպատակ ունի, եթե խոսենք հարկերի արդար բաշխման մեծերի եւ փոքրերի միջև, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ ընկերությունները կամ նրանք, ովքեր գործում են ընդհանուր հարկման համակարգում, իրենք շատ ավելի շատ հարկ են վճարում, քան նրանք, որոնք գործում են շրջանառության հարկի համակարգում եւ դա մի կողմից անարդարություն է առաջացնում։ Արդար չի, որ մեծերը ավելի շատ վճարեն, քան փոքրերը, մեծերը մեծ խնդիրներ են լուծում, փոքրերը շատ փոքր իրենց խնդիրներն են լուծում։ Ճիշտ է, պետք է հասկանալ ուղղակի մեծերը ինչքանով են մեծ, փոքրերը ինչքանով են փոքր, որովհետև երբեմն այդ փոքրերին տրված արտոնությունը օգտագործում է մեծերի կողմից ավելի քիչ հարկ վճարելու նպատակով եւ սա է հիմնական այն նպատակը եղել, որը իրականացրել ենք անցած տարվա սկզբից ուժի մեջ մտած եւ մեր փաստացի արդյունքները վկայում են նրա մասին, որ հենց հասել ենք նրան, ինչ որ մենք ուզում ենք, այսինքն փոքր եւ միջին ձեռնարկությունների կամ շրջանառության հարկով աշխատող ընկերությունների համար ըստ էության մարգինալ հարկի ավելացումը տեղի ունեցել, թեև օրենքը ասում էր, որ 5%-ից դառնում է 10%, կրկնակի ավելանում է, բայց մենք, քանի որ ընդլայնել ենք այդ հարկը նվազեցնելու հնարավորությունները, դե ֆակտո այդ ընկերությունները ավելի քիչ հարկ են վճարել կամ համարյա նույն չափի հարկ են վճարել, որոնք ոլորտներ կան, որ ավելի քիչ են վճարել, ինչը մյուս կողմից ապահովել է իրենց կողմից ծախսվող փաստաթղթերի փաստաթղթերի հաշվետվությունը, որի հետևանքով կարծում եմ, որ խոշոր բիզնեսը ավելի շատ հարկ է վճարել դրա հետևանքով։ Եվ վերջո այդ փոփոխությունների արդյունավետությունը կարելի է ուսումնասիրել կամ չափել նրանով, թե այդ փոփոխություններից հետո փոքր միջին բիզնեսը ավելի լավ են շնչում, թե խեղդվում են, փակվում են, ունեք այդպիսի ուսումնասիրություններ։ Իհարկե, հենց դրա մասին բյուջեի քննարկումների ժամանակ նաև առիթ ենք ունեցել խոսելու, թեև 25 թվականի արդյունքները դեռևս հայտնի չեն, սրա լավ ինդիկատորներից է
թե քանի նոր ընկերություն է ստեղծվել, քանիսն են փակվել, քանիսն են անցել շրջանառության հարկից ավելի ընդհանուր համակարգի եւ վերջի տարիներին այս աճերը շատ տպավորիչ են եւ մենք օրինակ համեմատում ենք նախորդ ժամանակաշրջանների հետ եւ բնականաբար այստեղ կարող են լինել բազմաթիվ թերություններ, որտեղ երբ որ դուք քաղաքականություն եք իրականացնում, որը վերաբերում է բոլորին, ինչ որ մեկի համար դա կարող է լավ լինել, ինչ որ մեկի համար կարող է ոչ այնքան լավ լինել եւ այստեղ կարեւոր է երկխոսությունը ճիշտ պահել, որպեսզի մենք էլ հետադարձ ազդակներ ստանանք, թեև վերլուծություններ ինքներս անում ենք, հասկանալու ինչ խնդիրներ կան եւ դրանց արձագանքելու մեխանիզմներ ունենանք։ Երևի հանրային ընկալման հետ էլ պիտի գործ ունենալ բացատրական աշխատանքով, որովհետև ընկալումն այն է, որ մեծերին չեն կարողանում, փոքրերի վրա է ուժերը պատում, սկսում են ճնշել, խեղդել, փակվում ենք եւ չեն կարողանում աշխատել եւ այլն։ Այդպիսի գնահատականներ ձեզ չեն հասնում։ Ես կարծում եմ, որ իրականությունը երևի հակառակն է, որովհետև եթե օրինակ նայեք հարկային վարչարարության տեսանկյունից, հարկային մեր պետ գործընկերները ստուգումներ իրականացում են հիմնականում մեծերի մոտ, ասինքն մեծ խախտումներ արձանագրվում են մեծերի մոտ, որովհետև փոքրերի վրա ժամանակ ծախսելու այդքան ռեսուրս արդյունավետ չէ, եւ ինչպես ասեցի, վերլուծությունները ցույց են տալիս եւ դա հայտնի փաստ է, որ ընդհանուր հարկման համակարգում գործող ձեռնարկությունները երբեմն անգամներով ավելի շատ հարկ են վճարում, քան մյուս ընդհանուր ավելի փոքր ձեռնարկությունները։ Այստեղ կարող է բողոքը լինել նրանում, որ եթե նախկինում սովորեինք հարկ չվճարել, սովորեինք ավելի այսպես թեթև իրավիճակների, հիմա երբ որ ինչ որ բան խստանում է եւ ինչ որ մի պահանջներ են նոր ստեղծում, որը հաշվետվողականության տեսանկյունից մի քիչ ավելի շատ աշխատատար են, դա կարող է որոշակի անհարմարություն ստեղծել, իսկ անհարմարությունը կարող է եւ դժգոհություն էլ առաջացնել, հասկանում եմ։ Մենք այդ իրավիճակի քաղաքական հնարավոր հետևանքներին դեռ կգանք, բայց մինչ այդ դուք մի պահ բյուջեին անդրադարձաք, բյուջեն ինչպես է կազմավորվում, ինչպես է ձևավորվում, սա ավելի շատ քաղաքացիների կարիքները հաշվի առնելով, թե ունեցած հնարավորություններ, սահմանափակումներ, չգիտեմ, ֆիսկալ կայունություն ապահովելու համակարգի պահպանումը, ինքնապահպանումը ապահովելու նկրտումներով։ Եթե կարճ ընդհանուր process-ը նկարագրեմ, ապա ֆինանսների նախարարությունը նախ հայտարարում է, քննարկում է կառավարությունում, կառավարությունը հաստատում է 5 տարվա ֆիսկալ ուղեծիրը։ Գնացում է 5 տարի ուր են գնալու։ Ինչպես են ծախսերը ավելանալու, եկամուտները ինչպես են ավելանալու, ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենալու եւ ըստ ոլորտների ինչպիսի ծախսային քաղաքականություններ են ուզում իրականացնել։ Դրանից հետո մեր մոտ սկսում է բյուջետային գործընթացը, որի ժամանակ այդ տված սահմանափակումների մեջ ամեն մի պետական մարմին ներկայացնում է իրենց ռազմավարություններով եւ գերակայություններով իրենց հայտերը։ Այսինքն սկզբից մենք ունենք թե հայտնում ենք թե ինչքան փող ունենք եւ ինչքան եկամուտ ունենք, ինչպես ենք զարգանալու, ասում ենք կա այսքան փող, այդ փողի շրջանակում ներկայացրեք ձեր անելիքների ցանկը։ Սա իմ ասած պետական համակարգի ինքնապահպանության մասով քաղաքացին այստեղ որտեղ է մնում։ Ինչու եմ ասում, այսպեսի ընկալում կա, չգիտեմ ձեզ հասնում է այդպեսի բան, քաղաքացիների մոտ ասում են բյուջեն էլի աճեց, մեր կյանքը էլի մնաց նույնը կամ վատացավ։ Բյուջեն աճում է, մեր կյանքի որակը չի լավանում։ Այդպեսի ընկալում կա։ Սրան ինչ բացատրություն ունեք։ Փոքր դատարից հետո կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ, պարոն նախարար, մենք հասանք խոսում ենք բյուջեի ձևավորման տրամաբանության մասին, որքան փող ունենք, նախարարությունը ներկայացնում են իրենց կարիքները եւ այլն, այսպես ձևավորվում է։ Իմ հարցը ավելի շատ վերաբերում էր բյուջե քաղաքացի հետ հարաբերություններին, քաղաքացիների ընկալումներին եւ սպասումներին եւ այն դժգոհություններին, ինչպես է լինում, որ բյուջեն անընդհատ աճում է, մեր կյանքը չի բարելավում։ Ձեր բացատրությունը անցեք։ Ստեղ երևի այս հարցին երկու ձևով կարելի է մոտենալ։ Առաջինը, որ շատ հաճախ մեր կյանքի բարելավման հետ կապված հարցերը մնում են չգիտակցված։
Այսինքն օրինակ, եթե մեր ճանապարհները լավացել են, մեր երեխաների դպրոցները կառուցվել են, փոխվել է, մենք համարում ենք դա, որ մեր կյանքը լավացել է, թե ոչ։ Երբեմն այդ լավացումները այնքան ոչ միանգամից են տեղի ունենում, որ դա նույնիսկ երբեմն չի նկատվում, այսինքն անցնում են պետք է տևական ժամանակ անցնի, որ մենք ասենք, հա, ես զգում եմ, որ այնուամենայնիվ ինչ որ բան փոխվել է։ Մյուս կողմից բնականաբար, ասենք, եթե խոսում եք նրա մասին, որ քաղաքացիներ կան, ովքեր խոսում են նրա մասին, որ իրենց կյանքը չի բարելավվել, այո, կարող են լինել մարդիկ, ում կյանքը չի բարելավվել։ Բայց սովորաբար մենք քաղաքականություն իրականացնելուց ունենք ինդիկատորներ, որը վկայում է ընդհանուր բարեկեցության բարելավման հետ կապված։ Եվ ոչ միայն, ասենք, ընդհանուր թվերի, որոնք կարող են նշանակել, որ մի քանի հոգի օրինակ հարստացել են, մնացածը մնացել են նույնը, ես դրա մասին չեմ խոսում։ Այլ խոսում եմ նրա մասին, որ կան ինդիկատորներ, ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս, թե որքանով է այդ գումարը, որը ավելացել է, արդար բաշխվում կամ ավելի հավասար բաշխվում հասարակության տարբեր շերտերի միջև։ Եվ այս բոլոր ցուցանիշներով մենք տեսնում ենք, որ ունենք բարելավումներ։ Այսինքն ոչ միայն բոլորի փողն է ավելացել, այլ նաև բաշխումը այդ բոլորի միջև ավելի է լավացել։ Այդ բաշխման հավասարություն եւ արդարություն, այստեղ հավասարությունն ու արդարությունն նույն բաներն նշանակում թե տարբեր բաներ են։ Այո, հավասարությունը արդարություն է նշանակում այս առումով։ Ավելի եթե հասարակության բարիքը չեն չէ բաշխվում։ Միջոցները չեն բաշխվում հավասար, բայց կա ջինի գործակից, որը ցույց է տալիս, թե ինչքանով են հարուստները ավելի արագ հարստանում կամ աղքատները աղքատությունից դուրս գալիս։ Եվ որքան այս թիվը մոտ է 0-ին, այնքան իդեալական է բաշխումը։ Եվ Հայաստանը համ տարածաշրջանում, համ ինքը իր հետ համեմատած նախորդ տարիներին, ամեն տարի արձանագրում է բարելավում այս ցուցանիշներում։ Այս համատեքստում պարգևավճարների զգայուն հարցի հետ կապված ինչ-որ մեկնաբանություն ունեք, գիտեք հասարակության մոտ ոչ միանշանակ ընկալվեց։ Դե սա մի թեմա է, որի հետ կապված կարելի է շատ մանիպուլյացիաներ անել, բայց հարցը նրանում է մեր քաղաքացիները ընդունում են, որ ղեկավարները, ովքեր տարբեր ուղղություններով քաղաքականություն իրականացնելու պատասխանատուն են, իրենք պետք է լինեն բավարար վարձատրվող, որպեսզի կարողանան իրենց աշխատանքը պատշաճ անեն, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա իր աշխատակիցներին պահելու եւ որակյալ աշխատակիցներ ներգրավելու համար, որտեղ մյուս կողմից քիչ չեն նաև քննադատությունները այն մասով, որ կան որոշ ուղղություններով ընդունվում են որոշումներ, որոնք լավը չեն կամ հաշվի չեն առնում այս կամ այն, կամ վերլուծական կարողություններ չկան եւ այլն եւ այլն։ Իսկ այս կարողությունները ինչպես պետք է ձևավորվեն։ Դրա համար ծախսա պետք է անել եւ այդ ծախսը իսկ հասկանալի է, իսկ ինչ կպատասխանեք, եթե քաղաքացիները ձեր վկայակոչած ասեն, որ այո, մենք ընկալում ենք եւ գիտակցում ենք, որ պետական պաշտոնյան բարձր աշխատավարձ պիտի ստանա, բարձր աշխատավարձ, բայց դա պիտի լինի փոխկապակցված բազային աշխատավարձի հետ որոշակի ողջամիտ գործակցով եւ ոչ թե պարգևավճարների ինստիտուտով։ Տեսեք, առաջիկայում շրջանառության մեջ կդրվի օրենքի նախագիծ, որով այս բոլոր հարցերը օրենքի մակարդակում կլուծվեն։ Շատ լավ։ Անցնենք առաջ, հիմա պետական պարտք, երբ որ խոսում ենք պետական միջոցների եւ միջոցների օգտագործման արդյունավետության մասին, այստեղ պիտի խոսենք նաեւ պետական պարտքի մասին, գիտեք, ընդդիմությունը ձեզ ինչքան է քննադատում, կառավարությանը նկատի ունեմ, պետական պարտքը ավելացնելու մասով, համարում եք դուք, որ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը հիմա լիովին վերահսկելի, կառավարելի եւ սպասարկելի է։ Այո, իհարկե։ Որովհետև մենք պատասխանատու ենք նրա համար, որ հանկարծ այնպիսի իրավիճակ չլինի, որ վերահսկելի, սպասարկելի չլինի։ Այսինքն ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք մենք գործողություններ անենք, որի հետևանքով դա կդառնա անվերահսկելի եւ անսպասարկելի։ Ընդ որում ուրախ եմ նաեւ
առաջի անգամ նաև հանրային ասել, որ 2025 թվականի արդյունքներով մեր պարտք հնարաբերակցությունը կմնա գրեթե նույն մակարդակի վրա, ինչ որ 24 թվականին, թեև մենք պլանավորել էինք 5.5% դեֆիցիտ, այսինքն պլանավորում էինք այդքան ավել պարտք վերցնել, որպեսզի սպասարկենք 25 թվականի ծախսերը, եւ ուրախ եմ, որ այդ ամբողջ գործողության հետևանքով, այն ինչ որ մենք պլանավորել էինք մեծամասնությունը իրականացրեցինք եւ դրա արդյունքում պարտքի հարաբերությունը մեր հնային չի ավելացել։ Դա լավ ցուցանիշ է։ Իհարկե, որովհետեւ սովորաբար համարվում է, որ 60%-ից ավել պարտք ունենալն է խնդրահարույց, մեր պարտքի մակարդակը հնայի նկատմամբ 50%-ից ներքև է եւ կմնա 48% մակարդակում։ Ավելին ասեմ, մենք առաջիկա տարիներին նպատակ ենք դրել մեր առաջ բյուջեի դեֆիցիտը, այսինքն այն պարտքը, որը մենք ամեն տարի հավելյալ վերցնում ենք, տարեցտարի նվազեցնել, ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու հաշվին եւ կարծում եմ, որ առաջիկայում մենք նաեւ կտեսնենք հակադարձ տրայեկտորիա հետագից մեր պարտքի ծավալների մասով։ Իսկ կարծում եք հասարակությունը բավարար տեղեկացվածություն ունի, թե ինչ արդյունավետությամբ է ծախսվում վերցված այդ արտաքին պարտքը։ Գիտեք, այս դժվար հարց է, որովհետեւ առաջի հարցը երևի նրանում է, թե հասարակությունը հետաքրքրված է ընդհանրապես, թե ոչ։ Այդ առաջի հարցն է։ Ինչքանով է հետաքրքրված։ Եթե հետաքրքրված էլ չլինի, հիմա առաջիկայում այնքան կհետաքրքրեն մարդկանց։ Որովհետև իմ առաջնային մտահոգությունը նրանում է, որ հասարակությունը ոչ միշտ է հետաքրքրված։ Մենք բազմապիսի հաշվետվություններ ենք ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ եւ շատ ուրախ ենք, երբ որ հասարակության տարբեր կողմեր դրա մասին մեկնաբանություններ են անում, որովհետեւ դա հանրային հետաքրքրություն ներկայացնող մեր առօրյայի հետ կապ ունեցող փաստաթուղթ է եւ կարծում եմ, որ դրա վերաբերյալ քննարկումները, թեկուզ քննադատությունները ավելի շատ պետք է լինեն, որովհետեւ այդտեղ անverջ արդյունավետության բարձրացման հարցեր կան։ Սովորաբար քննարկումները նրա մասին են, որ ինչ որ մի ուղղությամբ քիչ ենք ծախսում, շատ ծախսանելը արժեք ունի, ինչ որ միտեղից պետք է վերցնենք կամ հարկերը պետք է ավելացնենք կամ պիտի պարտք վերցնենք, բնականաբար այդ սպասարկելու համար այդ նույն մարդիկ համաձայն չեն, որ մենք ավել հարկեր վերցնենք եւ ավել պարտք վերցնենք։ Այստեղ պետք է ճիշտ բալանսը գտնենք, թե որ ծախսերն են առաջնահերթ, որոնց անելով մենք նպաստում ենք մեր երկրի տնտեսական պոտենցիալի բարձրացմանը կամ սոցիալական արդարության վերականգնմանը եւ մյուս կողմից խնդիրներ չենք ստեղծում ֆիսկալ կայունության առումով։ Շատ լավ, պարոն նախարար, մեր զրույցի ընթացքում, եթե նկատեցիք, ես փորձում եմ անդրադառնալ նաեւ այն խնդիրներին, որոնք պիտի օգտագործվեն ամենայն հավանականությամբ առաջիկա ժամանակաշրջանում ընտրական տարին նաեւ քաղաքական նպատակներով, հա, եւ այդ պարգևաճարների թեման եւ պետական պարտքի թեման վստահ եմ առաջիկայում այդ մասին շատ է խոսվելու եւ ընդդիմության կողմից իշխանությունն էլ պատասխանելու է, բացատրելու է։ Նաեւ ընդդիմությունը առաջարկելու է նոր ծրագրեր, հավակնոտ ծրագրեր, գայթակղիչ ծրագրեր։ Այդպիսի մի ծրագիր կարծես թե արդեն ուրվագծվում է ընդդիմադիր կուսակցություններից մեկի կողմից, խոսքը 5 քայլերի մասին է, հա, մեր ծրով թե ուժեղ Հայաստան։ Այդտեղ մի քանի, այսինքն 5 կետեր են, հա, վստահ եմ ծանոթ եք այդ կետերին, այդ թվում եւ հարկերի հետ կապված փոքր միջին բիզնեսին ազատել հարկերից եւ էժան բնակարաններ, գյուղերում մթերման տեղեր եւ այլն, այսինքն այդ 5 կետերը։ Ինչ եք կարծում, սա իրագործելի ծրագիր է, թե սա քաղաքական մարտահրավեր է պարզապես իշխանությունների։ Դե այդ հարցերի բազմաթիվ հարցեր են առաջանում, որովհետև այստեղ ոնց է ավելի կարևոր է, քան թե ինչը։ Այսինքն, օրինակ, եթե խոսում ենք նրա մասին, որ 300,000 աշխատատեղ պետք է ստեղծվի, հարցը առաջանում, իսկ այդ ինչի մասին է խոսքը, որովհետև հիմա չկան այդ աշխատատեղերը։ Այսինքն թվում է, թե աշխատատեղ չկա, կան մարդիկ, ովքեր ունեն կարողություններ այդ աշխատանքը անելու, բայց աշխատատեղ չկա։ Մինչդեռ շատ հաճախ հակառակն է, այսինքն կա աշխատատեղը, բայց մարդիկ չկան։
Հիմա հարցը առաջանում ում համար պետք է, այսինքն վերլուծություն արվել է, թե այդ մարդիկ ովքեր աշխատատեղ չունեն կամ գործազուրկ են համարվում։ Իրանք ընդհանրապես ցանկություն ունեն, կամ իրենց որ մասը ցանկություն ունի աշխատելու։ Կամ ինչ աշխատավարձով պետք է լինի այդ աշխատատեղը, ինչ մասնագետի, որովհետև ես տեսել եմ, որ ինչ որ գործարաններ կառուցելու, գործարաններ աշխատացնելու, ինդուստրիա աշխատացնելու համար մասնագետ է պետք։ Հիմա այդ մարդիկ, ովքեր այսօր չունեն աշխատանք եւ ենթադրաբար իրենց համար աշխատատեղ է ստեղծվելու, իրանք ունեն այդ կարողությունը այդ աշխատանքը անելու համար։ Ես չգիտեմ, այսինքն այդ 300,000 աշխատատեղ ստեղծելը մի քիչ գիտեք սովորաբար ցանկացած ներդրող մինչև ներդրում անելը բացի առաջնային ուսումնասիրություն անելուց ինքը նաև ուսումնասիրում է նաև մարդկային ռեսուրսների առկայությունը։ Ասենք, եթե դուք որոշեք այսօր Հայաստանում կառուցել հաստոցաշինական գործարան, օրինակ, առաջի բանը, որ դուք կանեք, ասեք, իսկ մենք գիտենք ով է աշխատելու այդ հաստոցաշինական գործարանը, որտեղ կապարզվի դուք այդ գործարանը կսարքեք եւ այդտեղ մարդ չի լինի։ Լավ, իսկ եթե խոսքը ոչ թե նոր աշխատատեղ, ոչ միայն նոր աշխատատեղերի մասին, այլև փոքր միջին բիզնեսին զրո հարկ սահմանելու, սա իրագործելի բան է։ Տեսեք, փոքրերին կարծեմ, ոչ թե միջին, չեմ հիշում։ Այդտեղ մի կետ կա, որը ճիշտ է։ Ճիշտ է նաև, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները Հայաստանում վճարում են ոչ մեծ հարկ։ Այսինքն մեր հարկային եկամուտների մեծ մասը չի, որը այդ փոքր եւ միջին ձեռնարկությունները կամ շրջանառության հարկով հարկվող ձեռնարկություններն են վճարում, սա ճիշտ է։ Բայց մյուս կողմից հարցը նրանում է, իսկ կարող ենք մենք ընդհանրապես իրենց ազատենք հարկ վճարելուց, ասենք օրինակ վճարում են 50-60 միլիարդ դրամ փող, կարող ենք դա չհավաքել այդ 50-60 միլիարդը։ Տեսականորեն մասին է, փոքրերը այդքան են վճարում մոտավորապես։ Ну, ասենք շրջանառության հարկ վճարողները մոտավորապես այդքան են վճարում։ Հիմա ես կասեի, այո, տեսականորեն դա հնարավոր է, բայց հենց որ դուք այդ քայլը անեք, կպարզվի, որ այն խոշորներն էլ հարկ չեն վճարում, որովհետև իրանք միանգամից կդառնան փոքր, որովհետև նամանավանդ խոսում է նրա մասին, որ հարկային վարչարարություն չի արվելու, այդ կնշանակի, որ ես ինձ կհայտարարեմ փոքր, կանեմ այն ինչ որ ուզում եմ, ոչ մեկ ինձ չի ստուգի, եւ ոչ մեկ չի իմանա ես փոքր եմ, թե խոշոր եմ։ Սենց հարցեր կա, որոնք ասելը հարմար է, անկալելի է, բայց դրա հետևից, երբ որ մենք խոսում ենք իրական գործունեություն իրականացնելու կամ մեր մասնագիտության տեսանկյունից, պարզ է, որ դա շատ մեծ խնդրահարույց քաղաքականություն կլինի։ Կամ օրինակ խոսվում է դեղերի ուրեմն էժանացումից։ Ենթադրում եմ, որ մարդիկ մտածում են, որ կարելի է դեղերը ազատել ավելացած արժեքի հարկից։ Այդ դեպքում կարող է հարց առաջանալ մյուս ոլորտներում, իսկ ինչի իրանց մոտ չազատել ավելացած արժեքի հարկից։ Ասել օրինակ, որ գիտեք ինչ, իսկ եթե դեղը, որը անհրաժեշտ է մարդկանց առողջ լինելու համար, պետք է չվճարի ավելացած արժեքի հարկ, իսկ հացը, իսկ կաթը, որը էլի մարդկանց առաջնային սպառման ապրանքներ են, կամ էլեկտրաէներգիան, այսպես շղթայական կարող է այս process-ը գնալ եւ դրա վերջը չի երևում, այսինքն ինչքան գնանք, այնքան տարածքը մեծանում է եւ հարց է առաջանում արդեն ֆիսկալ կայունության տեսանկյունից, իսկ ինչպես ենք մենք վճարելու մեր սիրելի թոշակառուների թոշակը կամ սպասարկելու ամբողջ պետության գործունեությունը, անվտանգությունը, եթե մենք սկսում ենք այնպիսի փոփոխություններ անել, որոնք լավ վերնագրեր ունեն, բայց դրա հետևից ստեղծում են մեր երկրի շահունակականության հետ կապված խնդիրներ։ Ես ձեր պատասխանը ճիշտ հասկացա, որ թեև այս մոդել ասենք, ենթադրում է պետության ավելի ակտիվ միջամտություն, մասնակցություն եւ դրանով գրավիչ է, բայց եթե տեսականորեն եմ ասում, այս ծրագիրը ստանա հանրային վստահության կվե, ֆինանսների նախարարությունը, ֆինանսական համակարգը հազիվ թե կարողանա ադապտացվել դրան։ Ես ձեր հարցին հետեւյալ կերպ կպատասխանեմ։ Տարբեր գաղափարներ բազմիցս քննարկվել են
մեր կառավարությունում։ Այդ թվում դեղերը ԱԱՀ-ից ազատելու հարցերը, այդ թվում այնտեղ բան կա մթերման հարցեր են առաջ քաշում, այսինքն եղել են այդպիսի խնդիրներ, առաջարկություն է եղել մթերում անելու եւ այլն եւ բազմակողմանի քննարկում է եղել, որտեղ այդ դրա հետ կապված խնդիրները եւ դետալները, որովհետեւ կարելի է վերնագիր գրել, կարելի է մեկի հետ խոսալուց ասել ձեր խնդիրը ո՞րն է, ասեմ դե որովհետեւ մենք արտադրում ենք լոլիկ եւ չգիտենք որտեղ վաճառենք դիցուկ։ Եվ կարելի ասել եկեք մթերում իրականացնենք, բայց սրա հետ կապված այնքան հարցեր են առաջանում, թե բազմակողմանի նայում ես, ասում ես, որ այս հարցը պետքա լուծել մի քիչ այլ ձևով։ Արժեշղթաների կատարելագործման ուղղությամբ, այսինքն արանքում եղած ենթակառուցվածքները բարելավելով, կամ եթե ասում ենք օրինակ ինչ որ մի ոլորտ կարելի է ԱԱՀ-ից ազատել, մենք ասում ենք ոչ, եթե մենք ԱԱՀ-ի ամբողջ շղթան ապահովենք, ապա ամբողջ տնտեսությունը ավելի քիչ հարկ կվճարի դրա հետևանքով։ Կամ երբ որ ասում ենք եկեք փոքր միջին բիզնեսին ավելի քիչ հարկենք կամ չհարկենք, վերլուծությունը ցույց է տալիս, որ իրենց ավելի քիչ հարկելը ավելի ձեռնտու է, քան թե ընդհանրապես չհարկելը, որովհետև դրանից իրենք ավելի հարուստ չեն դառնում։ Մեկ հարցելու ավարտենք հակիրճ այս տարվա արդեն 26-ի ձեր նախարարության առաջնահերթությունները։ Մենք նպատակ ունենք շարունակել բյուջեի դեֆիցիտի կրճատման մեր քաղաքականությունը, այսինքն նշանակում է մենք ավելի եւ ավելի քիչ չափով պարտք պետք է վերցնենք մեր ընթացիկ աշխատանքը անելու համար։ Մեր ծախսերի արդյունավետության հետ կապված հարցերը մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք եւ մեր մասնագիտական կարողությունները այդ վերլուծությունները անելու համար պետք է շարունակենք։ Մենք միջազգային կառույցների հետ մեր հարաբերությունները պետք է զարգացնենք, ռեյտինգային ընկերությունների հետ աշխատանքն ենք շարունակելու նպատակ ունենալով բարելավել Հայաստանի Հանրապետության վարկանիշը, ինչպես գիտեք, վերջի շրջանում Fitch գործակալությունը վերանայել էր Հայաստանի ուրեմն հեռանկարը եւ նպատակ ունենք 1 կետով բարձրացնել նաեւ այս տարի այդ ցուցանիշը, թվայնացման ուղղությամբ մեծ աշխատանք ենք տանելու, որը ընդհանուր առմամբ բարելավելու է ֆինանսական կառավարման մեխանիզմները եւ պլանավորում ենք բյուջետային process-ները ավելի ճկուն դարձնել, որպեսզի մեր գործընկերները այլ նախարարություններում ավելի լավ պլանավորման եւ ավելի ճկուն ֆինանսավորման հնարավորություններ ունենանք, որը ի վերջո բերում է նաեւ մեր քաղաքացիների ընտրվող ծառայությունների որակի եւ քանակի ավելացման։ Շնորհակալ եմ զրույցի համար, ձեզ հաջողություն։ Պետական ֆինանսները պարզապես թվեր չեն, դրանք մարդիկ են, հնարավորություններ են, հնարավորությունների սահմանափակումներ են եւ քաղաքացին պետության ուշադրության կենտրոնում չի զգա, եթե պետական քաղաքականությունը, այս դեպքում ֆինանսական քաղաքականություն նրա հետ չխոսի այսպես բաց, պարզ, հասկանալի լեզվով։ Այսօր մենք փորձեցինք հնչեցնել հարցեր, ստանալ պատասխաններ, հասկանալ այդ պատասխանները եւ պահանջել թափանցիկություն եւ հաշվետվողականություն։ Սա ազազույց էր Free News-ի եթերում, ես զրուցում էի Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ, լավ մնացեք, հանդիպենք։